Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այս պահին Հայաստանում ժամը 1:58 Ես վերադառնում եմ Զվարթնոց օդանավակայանից, որտեղ քիչ առաջ մենք դիմավորեցինք հայրենիք վերադարձող ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Պիտի ասեմ, սիրելի հայրենակիցներ, որ բավական ոգևորված եմ այն իրականությունից, այն գյուղություններից, որ ինքս տեսա, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին, այն բոլոր մարդկանց, ովքեր մասնակից եղան այս կոչին, ովքեր եկան, մասնակցեցին, ովքեր իրենց մասնակցությամբ կանգնեցին ամենայն հայոց վեհափառի եւ ընդհանրապես հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Պետք է նշեմ, որ մի քանի հազար մարդ էր հավաքվել, հստակ թիվ չեմ կարող ասել, բայց շատ ովքեր որ հետևել են ընդհանուր այդ իրավիճակին, ժամը մոտավորապես 12-ին մոտ արդեն 1000-ից ավել մարդ կար Զվարթնոց օդանավակայանի մոտ, իսկ ժամը 1-ին, երբ վեհափառի օդանավը իջավ Երևանում, արդեն պատկերացրեք Զվարթնոց օդանավակայանի մուտքերի մոտ, մինչև այդ ամբողջ այդ մեքենաների կայանման հսկայական հատվածում արդեն տեղ չկար կանգնելու, ինչը հրաշալի է։ Հրաշալի է այն առումով, որ սա ցույց տվեց, որ մեր հայրենակիցները հավատավոր մարդիկ են եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ուժեղ է։ Ես կրկին շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին, մարդկանց, ովքեր եկան եւ իրենց ներկայությամբ իրենց աջակցությունը եւ իրենց զորակցությունը եւ իրենց հավատարմությունը հայտնեցին հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ եւս մեկ անգամ շատ կարեւոր փաստ շեշտել։ Հոգևորականը եւս մարդ է։ Մեզ նման, մեզնից յուրաքանչյուրի աշխարհիկներից յուրաքանչյուրի նման մարդ է։ Իհարկե հոգևորականը ոցվելիս տալիս է որոշակի խոստումներ, բայց դրա հետ միաժամանակ հոգևորականները եւս կարող են ինչ-որ արարքներ թույլ տալ, որոնք մեզնից ոմանց կարող են դուր գալ կամ դուր չգալ։ Կարող ենք մենք օրինակ վեհափառին անձին, այսինքն Գարեգին II-ին վերաբերվել լավ կամ վատ, դա մեզնից յուրաքանչյուրի առանձին մոտեցումն է։ Կարող ենք ունենալ մեր սեփական մոտեցումները, բայց երբ Գարեգին II-ը դարձել է ամենայն հայոց կաթողիկոս, երբ Բագրատ Գալստանյանը arczepiskopos դարձել է հոգևորական arczepiskopos, երբ մեր մյուս հոգևորականները, քահանաները դարձել են անհատից առանձին վերածվել են արդեն հոգևորականի բարձր, գիտեք որ կան հոգևոր դասի տարբեր աստիճաններ, սկսած սարկավագից մինչև կաթողիկոս, այսինքն տեր հայրեր, սրբազաններ, տվյալ օրվանից տվյալ անձը դադարում է անձ լինել եւ նա ներկայացնում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Երբ անձը արատավոր քայլեր է թույլ տալիս, դա արատավորում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Եվ հակառակը, երբ դու տվյալ անձին ես թիրախավորում, դու թիրախավորում ես ոչ թե տվյալ անձին, դու թիրախավորում ես հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Մեր եկեղեցին 1700 տարի շարունակ պահել եւ ուժեղացրել է մեր ժողովրդին, մեր մշակույթը, մեր հայրենիքը։ Այս պահին փորձելով քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, Նիկոլ Փաշինյանը կատարում է մեր թշնամիների պահանջները եւ ցանկությունները, որովհետեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին այն միակ կառույցն է,
համակարգն է, որ մնացել է դեռևս ազգային, տեր է կանգնում Արցախի իրավունքներին, արցախցիների իրավունքներին, Արցախին, տեր է կանգնում մեր ազգային մշակույթին, արժեքներին եւ փորձելով քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այս անհավատները, այս սատանաները փորձում են ոչնչացնել հայոց պետականությունը։ Եվ պիտի ոգևորությամբ ասեմ, որ այսօր Զվարթնոց օդանավակայանի մոտ հավաքված մեր բազմահազար հայրենակիցների հետ միասին մենք մեկ շատ կարևոր քայլ արեցինք։ Մենք ցույց տվեցինք ուժ։ Սա ուժի ցուցադրություն էր, սիրելի հայրենակիցներ։ Իհարկե այնտեղ Զվարթնոց օդանավակայանի մոտ շատ մարդիկ կային, որոնք մոտենում էին ինձ, հարցնում էին, բա սրանից հետո ինչ ենք անելու, կարող է գնանք վարչապետի, չգիտեմ, նստավայր, գնանք կառավարության շենքի մոտ։ Անձամբ ես դեմ էի որևէ գործողության, եւ լավ է, որ որևէ նման նախաձեռնություն չեղավ, եւ լավ է, որ ավարտվեց որ հենց Զվարթնոց օդանավակայանի մոտ, որովհետեւ սա ուժի ցուցադրություն էր եւ սա կզսպի ինչ որտեղ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կողքի անհավատներին հասկանալու, որ ինչքան էլ իրենք փորձեն Facebook-յան սադրանքներով եւ պիղծ գրառումներով թիրախավորել եւ փորձել արատավորել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այնուամենայնիվ հայ ժողովրդի մեջ մեծագույն մասը 99.9% մարդիկ են, հայեր են, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են եւ թույլ չեն տա, որպեսզի ինչ որ պիղծ մարդիկ ինչ որ բաներ անեն։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, սա կրկնում եմ, սա ուժի ցուցադրություն էր եւ այո, ցույց տվեցինք, որ եկեղեցին ուժեղ է, մեր հայրենակիցների հոգեվոր արժեքները ուժեղ են եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն ազգայինի, հանուն պետականության, հանուն հայրենիքի։ Ես առաջարկում եմ, որպեսզի ինչպես եւ վերջին օրերին ասել էի, հիմա էլ եմ ասում, մենք շարունակենք նաեւ որոշակի հերթապահությամբ նաեւ Մայրաթոռի մոտ վերահսկողություն ունենալ եւ թույլ չտալ, որ սատրիչները փորձեն Մայրաթոռի ուղղությամբ հարցակման գնալ, բայց անկեղծ ասեմ, այսօրվա մեր գործողությունից հետո կարծում եմ դա քիչ հավանական է, բայց բացառված չէ։ Տեսեք, մենք հիմա ունենք 1-0 Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը միայն խոսում է եւ օրեր շարունակ միայն այսպես իր Facebook-ի էջը լցված է այսպես ինչ որ ճամարտակություններով, վայրահաճություններով ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, իսկ մենք գործ արեցինք, մենք գործողություն արեցինք եւ մեր ուժով ցույց տվեցինք, որ ուղղակի չգիտեմ, չեմ ուզում օգտագործել այնպիսի բառեր, որը կարող է հենց հիմա օրինակ այս եթերը նայող դատախազության ինչ որ մի աշխատող, որը այսպես եղունգները կրծելով սպասում է, թե երբ պիտի մի այնպիսի բառ ասեմ, որ վազելով գնա զեկուցի, որ համենայն դեպս ես ասեմ A, դուք հասկացեք B, համենայն դեպս թույլ չենք տա։ Մեր հաջորդ գործողությունը լինելու է ավելի ցավոտ թուրքական իշխանության համար եւ պիտի խնդրեմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, պինդ լինել եւ հիշել, որ մենք մեր գործողություններով, մեր դիմադրությամբ կարող ենք ջարդել ներքին եւ արտաքին թշնամու ողնաշարը։ Ոստիկանությունը բավական պարկեշտ իրեն պահեց, շատերի համար որքան է զարմանալի է, բայց պարկեշտ պահեցին, ես գոնե չտեսա, որ ոստիկանության որևէ ծառայող ինչ-որ սխալ բան աներ, ինչ-որ սադրանք թույլ տար, ես սպասում էի, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ սադրիչ բաներ կանեն, բայց չեղավ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքական ուժերին, ովքեր ներկա էին, մասնավորապես հայ հեղափոխական դաշնակցությանը, Հայաստան դաշինքին, իրենց պատգամավորներով, իրենց գործիչներով, հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, կային բավական մարդիկ, հայրենիք կուսակցության ներկայացուցիչներին, հայաքվեին եւ բազմաթիվ տարբեր կառույցներից, որոնք, այսինքն նույնիսկ եթե ունեին ինչ-որ քաղաքական տարաձայնություններ, դա չխանգարեց, որպեսի գային եւ հանուն
մեկ միասնական նպատակի հանուն հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանգնեին կողք կողքի եւ ուժի ցուցադրություն անեին ներքին շնամում։ Շնորհակալություն դրա համար, սիրելի հայրենակիցներ, եւ ժամը արդեն 2:09 րոպե է, գրանք հանգստանանք, որ վաղվանից շարունակենք մեր պայքարը։ Այսօր 2025 թվականի հունիսի արդեն 11-ն է, մնաց 360 օր, որպեսզի ես ձեզ այսօր էլ եմ ասել շատերին, հիմա էլ եմ ասում։ 2026 թվականի հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը փախչելու է Հայաստանից։ 2026 թվականի հունիսի 9-ին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվելու եւ հունիս ամսվա մեջ 2026 թվականին Կանադայում կամ Ստամբուլում Նիկոլ Փաշինյանը հայտնաբերվելու է եւ բերվելու է Հայաստան։ Իսկ թե ինչ կլինի նրա հետ Հայաստանում 2026 թվականի հունիսին, դա արդեն արդարադատությունը կասի, բնականաբար լավագույն դեպքում ինքը ցմահ ազատազրկման կդատապարտվի։ Կարող եք իհարկե հարցնել, բա ոնց դիմանանք, սիրելի հայրենակիցներ, դիմադրություն, միայն դիմադրություն։ Ցավոք սրտի ես չեմ կարող ասել, որ մենք այս տարի կարող ենք ազատվել այդ չարիքից։ Շատ կուզենայի, բայց պիտի իրատես լինենք։ 33,000 ոստիկաններ, ազգային անվտանգության ծառայություն, բազում պետական կառույցներ, իրավապահ, այսպես կոչված ուժային կառույցներ, չեմ ասում ժողովուրդը այլևս Նիկոլ Փաշինյանին չի պաշտպանում։ Ոստիկանության մեջ էլ շատ-շատերը չեն պաշտպանում, բայց այնուամենայնիվ ոստիկանությունը, հատկապես այդ 33,000 ոստիկանները, այդպես այդ մարդու այսպես կողքին են կամ նրա թիկունքն են պահում, չնչին գոյությունն են պահում։ Դրա համար ես ասում եմ, որ 2026 թվականի հունիսի 10-ին, 8-ից 10-ի ընթացքում կլինեն շատ երջանիկ բաներ։ Շնորհակալություն, պինդ եղեք եւ մինչ հաջորդ ուժի ցուցադրումներ եւ դիմադրությունը շարունակվում է։ Բարի գիշեր։